Ողջույն բոլորին, ես Կարինկան եմ եւ այսօր ուզում եմ ցույց տամ ինչպես կարելի է ստանալ իդեալական հարթ տոն, որը որ պահպանվելու է ամբողջ օրվա ընթացքում։ Ուզում եմ կիսվել իմ մաշկի նախապատրաստումով, խնամքով, հուսով եմ հետաքրքիր կլինի։ Իդեալական հարթ տոն ստանալու համար կարծում եմ զարմանալի չի, որ շատ կարևոր է մաշկի նախապատրաստումը, շատ կարևոր է մաշկը խորը շատ լավ խոնավեցնել։ Իրականում մի հատ գաղտնիք ասեմ, երբ որ ես ասում եմ, որ ամռանը անպայման պետք է օգտագործել SPF, իմ ընկերներից էլ շատերը ասում են, որ երբ որ խոնավեցնող են քսում հետո SPF, տոնայինը լավ չի մնում օրվա ընթացքում ու սենց հավաքվում է։ Ես ամռանը որպես խոնավեցնող օգտագործում եմ իհարկե դիմահարդարումից առաջ, ես չեմ խոսում ընդհանրապես առհասարակ մաշկի խնամքի մասին, դիմահարդարումից առաջ ես սովորաբար մաշկս խոնավեցնում եմ մենակ տոներով։ Տոներս լինելու է Probiotica, ճիշտ էր, հա։ Այս տոները, սա շատ խորը խոնավեցնում է, ինքը ունի սենց բավականին գելային տեքստուրա ու ամռան համար իդեալական է, ինքը ոնց ավելորդ չի ծարացնում մաշկը եւ խոնավեցնում է շատ լավ։ Եվ տոներից հետո միանգամից օգտագործում եմ արևապաշտպան։ Արևապաշտպանը ցանկացած տիպի մաշկին համապատասխանում է եւ յուղոտ, եւ չոր, եւ կոմբինացված այսքան ժամանակ այնպիսի մարդ չի եղել, որ խորհուրդ եմ տվել իրան ու ինքը դժգոհամնացել է արևապաշտպանից։ Արևապաշտպանը Skin 1004-ի գիալուրոնկայով արևապաշտպանն է։ Սա արդեն երևի իմ 10-րդ արևապաշտպանն է, որ վերջացնում եմ։ Տեսեք, էլի համարյա վերջացրել եմ այս ամռան ընթացքում։ Իրականում այս արևապաշտպանը նաև ունի խոնավեցնող հատկություն։ Եվ եթե ձեր մաշկը հակված է յուղոտության, տեզոնան յուղոտ է կամ առհասարակ մաշկը յուղոտ է, ես խորհուրդ եմ տալիս մաշկը խոնավեցնել տոներով, իսկ հետո օգտագործել արևապաշտպան ու այդ խոնավեցնողի մասը skip անել։ Տենց ավելի լավ է նստում տոնայինը եւ մաշկն էլ եւ խոնավանում է եւ ձեր արևից պաշտպանված է լինում։ Ես միանգամից այսօր այդպես կանեմ։ Ես իմիջիալոց այսօր գնում եմ ընկերուհիներիս տեսնեմ, համ պատրաստվում եմ, համ որոշեցի այս վիդեոն նկարեմ։ Ես արևապաշտպանը ինչպես տեսակ շատ եմ քսում։ Ու իրան ամեն տեղ պետքա տարածել, անգամ աչքերին, աչքերի տակ, հետո դեպի վիզ եւ դեկոլտե։ Եվ մոռացա նշեմ, որ նաև շատ կարևոր է հարթ տոն ունենալու համար մաշկը շերտազատել, բայց դա ամեն օր չի կարելի անել, մաշկը կարելի է շերտազատել շաբաթական մաքսիմում 2-ից 3 անգամ, եթե ունեք յուղոտ պրոբլեմատիկ մաշկ, եթե ոչ, չի կարելի մաշկը տրավմայի ենթարկել ու անդադ ինչ-որ շերտազատող ագրեսիվ նյութեր օգտագործել մաշկին, այդպես մաշկի պաշտպանիչ բարիերը կարող է վնասվի եւ լրիվ հակառակ էֆեկտ ունենաք։ Եթե ես զգում եմ, որ մաշկս ունի շերտազատման կարիք ու ինչպես եմ դա զգում, եթե այս քթից այս մասերին ձեռք եմ տալիս ու զգում եմ այստեղ անհարթություններ կամ դնչից այս մասին ձեռք եմ տալիս ու զգում եմ անհարթություններ, այդ ժամանակ հասկանում եմ, որ մաշկս ունի շերտազատման կարիք եւ շերտազատող տոներ եմ օգտագործում։ Իմ ամենասիրելի շերտազատող տոներներից մեկը էլի կրկին Skin 1004-ի այս կրկին հիալուրոնկայով այս արևապաշտպանի շարքի տոներն է։ Սա շատ լավն է, փորձեք, ինքը մաշկը չի չորացնում, բայց դրա հետ մեկտեղ շատ նուրբ շերտազատում է մաշկը։ Արևապաշտպանը ես քանի որ քսեցի, մի փոքր սպասում եմ, որ արևապաշտպանը ներծծվի ու չորանա, ինչպես տեսնում եք, ինքը լավ խոնավեցրեց իմ մաշկը, ճակատից փայլից ինձ թվում է երևում է։ Ու հետո անցնում եմ արդեն տոնայինի։ Հարթ եւ իդեալական տոն ստանալու համար պարտադիր չի օգտագործել շատ բարձր ծածկողականությամբ տոնային կրեմ նամանավանդ ամենօրյա դիմահարդարում անելիս։ Ես իդեալական գեղեցիկ տոն ստանալու համար ավելի շատ նախընտրում եմ օգտագործել թեթև տոնային, իսկ թերությունները արդեն ծածկել բարձր ծածկողականությամբ կոնսիլերով։ Այդպես տոնը ավելի գեղեցիկ է լինում ու նամանավանդ եթե տոնից հետո օգտագործում եք կրեմային բլաշ, կրեմային կոնտուր, իրանք հավելյալ շերտ են դեմքի վրա ու երբ որ տոնայինը շատ խիտ է լինում ու պլյուս դա մի քիչ արդեն դառնում է երեկոյան դիմահարդարում։ Միջոցով ես մի հատ ուզում եմ նկարեմ հեշտ երեկոյան դիմահարդարման տարբերակ, եթե կուզենաք անպայման կոմենտներում գրեք, կկիսվեմ ձեզ հետ հեշտ երեկոյան դիմահարդարման տարբերակներով։ Ես ինձ համար այս վերջերս բացահայտել եմ այս տոնային կրեմը, ինքը իրականում tinted serum է, այսինքն տինտով խնամք է ինքը, բայց մի տեսեք ես այս նկարագրություններին չեմ հավատում, որովհետև վերջի վերջո ինքը ինձ համար տոնային է համարվում։ L'Oreal-ի True Match Tinted Serum-ը ինքը գիալուրոնկայով է ու նաև խոնավեցնում է մաշկը, ունի փայլուն ֆինիշ, եթե չեք սիրում փայլուն ֆինիշ,
Սա շրջանցում ենք, եթե սիրում եք ավելի սատինովից դեպի մատովի ֆինիշ, թեթև տոնային, եթե փնտրում եք, անպայման ուշադրություն դարձրեք Stellar-ի CC Cream-ին, սա շատ բյուջետային տարբերակ է, բայց իմ ամենասիրելի տոնայիններից մեկն է։ Այսօր ես կօգտագործեմ սա, ինչպես տեսնում եք, ինքը բավականին մուգ է, ես զագարով եմ մի քիչ, բայց կամերան չի փոխանցում իմ զագարը եւ ես շատ բաց գույն եմ երևում կամերայով, բայց իրականում այդպես չի։ Տոնայինը անում եմ քիչ։ Եվ հետո տոնայինը նստացնում եմ տափակ վրձինով։ Այսինքն տափակ վրձինով իմ վրձինը Top Face համար 7։ Flormar-ի վրձինը դուք ցանկացած ինչ որ տափակ վրձին, որը որ կուզենաք։ Ուրեմն տոնայինը սկսում եմ տարածել այս եզրագծից դեմքի դեպի մեջտեղ։ Ու տափակ վրձինով լավ տարածում եմ, ինչպես տեսնում եք, տափակ վրձինով տարածելիս մենք մաքսիմալ շատ ծածկողականություն ենք ստանում։ Ասած լավ տարածում ենք, նամանավանդ այս քթի կողքերը, քթին ենք լավ տարածում եւ անցնում ենք ճակատին եւ վրձինով տարածելիս սենց բաներ չենք անում։ Տարածում ենք սենց քաշելով դեպի ներքև։ Միջելուց ես ամեն ինչը առանց հայելի եմ անում, կամերային նայելով եմ անում։ Վրձինով լավ տարածելուց հետո արդեն տոնայինը նստացնում ենք սպունգով։ Ես նստացնում եմ այս իմ ամենասիրելի սպունգով, որը Wildberries-ից եմ պատվիրել։ Սպունգով նստացնում ենք միայն այս շարժումով։ Սենց քաշող բաներ չենք անում։ Միայն տպտպացնելով ենք տարածում տոնայինը։ Չենք մոռանում այս ականջի հատվածի մասին։ Նաև այստեղ կարելի է արդեն սենց քաշելով տարածել։ Ու մի հատ բան էլ ասեմ, տոնայինը հեռացնելուց, նամանավանդ եթե միցի արկայով եք հեռացնում, անպայման այս մազերի hairline-ի մոտ, սենց լավ մաքրեք տոնայինը, հեռացրեք լվացվելուց էլ այդ մասերին, այս մասերին շատ մեծ ուշադրություն դարձրեք, որովհետև հիմնականում այդտեղ է մնում տոնայինի ինչ-որ մնացորդներ ու ակնե է առաջանում։ Ես տոնայինս ամբողջովին տարածեցի, ինչպես տեսնում եք, ինքը շատ թեթև ծածկողականություն ունի եւ դեմքին ընդհանրապես չի երևում։ Ես ամռանը սենց եմ սիրում, չգիտեմ, այս նույն process-ը, նույն ռուտինան կարելի է անել նաեւ ավելի խիտ տոնայինով։ Տոնայինից հետո անցնում ենք կոնսիլերին։ Ես կոնսիլերը այս անգամ օգտագործելու եմ շատ բյուջետային տարբերակ, Lameli այս կոնսիլերը, ինձ մոտ երանգը այս անգամ վերցրել եմ մի քիչ ավելի մուգ ու ավելի տաք երանգը 04W, 04 Warm։ Առաջինը ծածկում եմ աչքերիս տակի այս հատվածը, սենց մի հատ կետիկ եմ անում այստեղ ու այստեղ, աչքերը սենց ձգելու համար։ Նաև, քանի որ իմ տոնայինը մի փոքր իմ մաշկից վզից տարբերվում է, ես սիրում եմ այստեղ մի փոքր կոնսիլեր ավելացնել ու գույնը այդպես ուղղել։ Մի քիչ այստեղ եմ անում, որովհետև այստեղ հակված ինչ-որ կարմրած հատվածներ ունեմ ու որտեղ որ ունեմ կարմրած հատվածներ։ Աչքերիս տակի կոնսիլերը տարածում եմ ամենավերջում, որովհետև երբ որ կոնսիլերը մի փոքր չորանում է աչքերի տակ, ծածկողականությունը լինում է մաքսիմալ բարձր։ Առաջինը կտարածեմ այս մասս, ու իմիջիալից այս մասը, երբ որ սպիտակացնում ենք, ավտոմատ ստանում ենք սիրուն կոնտուր։ Էլի կոնսիլերը տարածում եմ տպտպացնելով, քաշող շարժումներ չենք անում։ Միայն այս հատվածն է կարելի սենց տարածել։ Աչքերիս տակը տարածում եմ սենց վերև նայելով։ Ես նաև սիրում եմ աչքերի կոպերն էլ կոնսիլերով ծածկել, որովհետև ես տեղ ունեմ շատ ընդգծված մազանոթներ, սիրում եմ, որ դա ծածկվում է։ Տեսեք, միանգամից դեմքս սենց հարթ դարձավ ու աչքերիս տակն էլ բավականին սենց սպիտակեց ու սիրուն անցավ։ Այս կոնսիլերը շատ եմ սիրում։ Կոնսիլերը կարեք ձեռք բերեք 60-ից, ես այնտեղից եմ վերցնում։ Շատ բյուջետային է, կարծեմ 2500-ից 3000 դրամը։ Այս կոնսիլերը նաև շատ եմ սիրում, երբ որ չեմ ուզում տոնային քսեմ, մեյքափ չեմ ուզում անեմ, ուղղակի պիտի տանից շատ շուտ դուրս գամ, ուղղակի սենց աչքերիս տակ ու ինչ-որ կարմրած հատվածներին տարածում եմ, ինքը ամբողջ օրը մնում է ու սենց մի տեսակ առողջ փայլ է հաղորդում դեմքին։ Կոնսիլերը տարածեցի եւ ստանում եմ այսպես փայլուն տոն։ Իմ կարծիքով թաց տոնայինի վրայից միայն կարելի է օգտագործել
թաց պրոդուկտներ, օրինակ թաց բլաշ կամ թաց կոնտուր։ Իմ կարծիքով չոր բլաշ կամ չոր կոնտուր թաց տոնի վրայից օգտագործելու դեպքում ստանալու ենք ցեխի էֆեկտ ու գեղեցիկ չի լինելու։ Ես առաջ սենց էի անում ու ընդհանրապես գեղեցիկ էֆեկտ չէի ստանում, դրա համար սենց սեփական փորձից կիսվում եմ, բայց այս վերջերս տեսել եմ, որ շատ պրոֆեսիոնալ մի հատ մեյքափ արտիստ կա, Makeup by Mario, ինչ որ հատված տեսա, որ ինքը պուդրա է անում լրիվ չոր մաշկի վրայից, նորից անում է liquid blush։ Ես անկեղծ ասած չգիտեմ այդ ինչ էֆեկտ կստանանք, իմ կարծիքով ցեխի էֆեկտ կլինի ու դա միայն նկարներով է գեղեցիկ, եթե ինչ-որ առիթ եք գնում օրինակ, կարծում եմ, որ այդքան տեղին չի, որտեվ եթե թաց մաշկ է լինում, մազերը կպտում են մաշկին, ինքը սենց ցեխ է դառնում, ես չեմ հասկանում այդ ոնց են կարողանում անել։ Որպես թաց կոնտուր այս անգամ կօգտագործեմ Shiglam-ի իմ սիրելի սկուլպտորը, absolut ինքը բրոնզեր է, կոնտուր չի։ Սենց երկու կետիկ եմ անում, ինքը պիգմենտավորված է շատ, իրան պետք չի անել ճակատիս և այս հատվածում։ Սիրում եմ տարածել այս վրձինով, որը նախատեսված է կրեմային պրոդուկտները տարածելու համար։ Սրանով նաև կարող եք տոնայինը տարածել, բայց ես տոնայինը չեմ սիրում տարածել նմանատիպ վրձիններով, ինձ մոտ չի ստացվում, միշտ սենց այդ վրձինի այս մազիկների տեղերը դեմքիս վրա երևում է, ես դա չեմ սիրում։ Վրձինի արտիկուլը էլի նկարագրության բաժնում կթողնեմ։ Եվ կոնտուրը, բլաշը ես միշտ տարածում եմ այդ ոսկրիցս դեպի վերև, որ դեմքս չկախվի ու ստանամ լիֆթինգ էֆեկտ։ Քթիս մաքսիմալ քիչ եմ անում կոնտուրինգ, նամանավանդ ամենօրյա դիմահարդարման մեջ, էլի կարծում եմ շատ ուժեղ քթի կոնտուրինգը ընդհանրապես տեղին չի ամենօրյա դիմահարդարման դեպքում։ Պես կրեմային բլաշ էլի խառնելու եմ իրար, ես կրեմային բլաշերով սիրում եմ միշտ էքսպերիմենտներ անել և երկու բլաշ օգտագործել, այս անգամ օգտագործելու եմ Rare Beauty-ի իմ սիրելի բլաշը, երանգը Bliss և օգտագործելու եմ Tarte-ի այս բլաշը, որը փայլուն էֆեկտ ունի, երանգը Peach։ Բլաշը ես տարածում եմ համարյա չէ հենց highlighter-ի տեղով։ Քանի որ բլաշը շատ պիգմենտավորված է, շատ չեմ անում և քիչ քթիս եմ անում ու երկու կետիկ էլ այս փայլուն բլաշից եմ անում։ Բլաշը տարածում եմ կրկին նույն վրձինով ու դեպի վերև։ Քթիս բլաշ սիրում եմ անել, սենց զագարի վառված դեմքի էֆեկտ ստանալու համար, կարծում եմ ամռանը շատ գեղեցիկ է դա նայվում։ Հենց հիմա տոնս ունի այս տեսքը, իմ կարծիքով ինքը սենց բավականին բնական տեսք ունի և իդեալական գեղեցիկ տոնի գաղտնիքներից մեկը կայանում է դիմափոշիի մեջ։ Ինչքան էլ այս glow էֆեկտը սիրուն է, պետք է ֆիքսել դիմահարդարումը, որպեսզի դիմահարդարումը պահպանվի մինչև օրվա վերջ։ Եթե դուք ունեք չոր մաշկ, էքստրա չոր մաշկ, դրա կարիքը կարծում եմ չկա։ Բայց եթե չոր մաշկ էլ ես ունենայի, այս աչքերիս տակի հատվածը անպայման կֆիքսեի պուդրայով, որ չհավաքվի, կոնսիլերը չլցվի աչքի տակի միմիկական կնճիռների մեջ։ Բացի դիմահարդարումը ֆիքսելուց, պուդրան մաշկին բավականին հարթ տեսք է տալիս պորանների վիզուալ փոքրացման և այդ մատվի Photoshop-ի էֆեկտի հաշվին։ Ես երեք ձեռք եմ բերել Chic Studio-ի Loose Powder-ը և ուզում եմ այսօր դիմահարդարման մեջ սա օգտագործել, միանգամից միասին էլ կփորձարկենք։ Ինքը Huda Beauty-ի պուդրայի նման է, սենց սեղմելով է գալիս։ Գեղեցիկ Photoshop-ի էֆեկտ ստանալու համար նախ առաջինը ես ֆիքսում եմ աչքերիս տակի հատվածը, բայց ֆիքսելուց առաջ մի հատ սպունգով սենց անցնում եմ աչքերիս տակի հատվածով և վրայով, որ կոնսիլերը իդեալական հարթ լինի ու միմիկական կճռների մեջ չլցվի, որովհետև եթե տենց լցված լինի դուք էլ պուդրայով ֆիքսեք, ամբողջ օրը սենց այդ կճռները արտահայտվելու են։ Ես աչքերիս տակը սիրում եմ ֆիքսել powder puff-ով։ Այս powder puff-երից կարակ առնեք Թեմուից, ընդամենը մի 2000 դրամ են, սենց մեշոկով բերում են։ Ու այսենց ֆիքսում եմ աչքերիս տակը, այստեղ, աչքերիս տակը ու մի փոքր էլ սենց իջնում եմ դեպի քթիս կողքերը։ Խնդրում եմ նայեք միանգամից ոնց հարթացավ աչքերիս տակը։ Եվ ես սիրում եմ նաև powder puff-ով ֆիքսել այն հատվածները, որտեղ մաշկս ավելի յուղոտ է։ Դա իմ դնչի զոնան է և այս քթիս կողքերը։ Ու նաև այս բեղիկների հատվածն եմ սիրում ֆիքսել դա։
Այսպես ֆիքսելուց հետո, powder puff-ով ֆիքսելուց հետո, ամբողջ դեմքը ես ֆիքսում եմ վրձինով, վրձինս շատ շուտ ձեռք եմ բերել, չէ, իպսին է ինձ ուղարկել, կոչվում է Beauty for Real, այս իպսին է ինձ ուղարկել, անկեղծ ասած չգիտեմ որտեղից կարելի է ձեռք բերել, եթե Google-ում գրեք Beauty for Real, կարծում եմ կբերի, ամբողջ դեմքը կարելի է ֆիքսել pressed powder-ով, այսինքն ոչ թե ռասիպչատի պուդրայով, այլ սովորական պուդրայով։ Pressed powder, չգիտեմ հայերեն ոնց ասեմ։ Ողջ դեմքը ֆիքսել նմանատիպ պուդրայով, նամանավանդ ամռանը կարծում եմ այդպես ավելի լավ է։ Կամ կարելի է նույն պուդրայով, նույն ռասիպչատի պուդրայով ամբողջ դեմքը ֆիքսել, ինձ համար ռասիպչատի պուդրայով ավելի երկար է մնում տոնը։ Քանի որ ես այս glow էֆեկտը սիրում եմ, այս ճակատիս այս փայլուն հատվածները ես շատ եմ սիրում, ճակատս ֆիքսում եմ Hourglass-ի պալետկայի միջի այս փայլուն պուդրայով։ Վերցնում եմ այսպես տափակ վրձին, վրձինը կրկին այս TG Mood-ից է, 03-ա կոչվում, էլի կթողնեմ, եթե պետք լինի։ Վերցնում եմ այս պուդրայից, մի հատ թափահարում եմ և այս ճակատիս այս հատվածը ֆիքսում եմ փայլուն պուդրայով։ Դեմքից մնացած հատվածները էլի կֆիքսեմ շիկի այս պուդրայով արդեն սենց մեծ վրձինով։ Իմ ջոլեց շատ հարմար է այս իրա, նեք, ընդհանրապես չի թափվում կողքերը։ Տոնայինս ունի այս տեսքը, մի քիչ մատվիրացանք, ես նաև սիրում եմ օգտագործել չոր կոնտուր և չոր բլաշ, իհարկե ոչ ամեն օր, եթե ամենօրյա դիմահարդարում է, ես այսպես էլ կթողնեի, բայց քանի որ այսօր երեկոյան տեղ ունեմ գնալու, նաև տոնայինից վրայից կօգտագործեմ չոր բլաշ և չոր կոնտուր, բլաշը և կոնտուրը օգտագործելու եմ Hourglass-ի այս պալետկայի միջից, վերցնում եմ այս կոնտուրը, բոլորը ունեն փայլուն էֆեկտի միջելոց։ Շատ քիչ եմ ավելացնում, որովհետև կոնտուրս բավականին ընդգծված է։ Նույն կոնտուրի վրձինով էլ մի քիչ բլաշ եմ ավելացնում, բլաշս այս անգամ այս մեկը կօգտագործեմ, չենց կխառնեմ այս երկուսը։ Եթե ուզում եք պուդրայից հետո ստանալ glow effect, պետք է բոլոր պրոդուկտները, բոլոր ձեր չոր պրոդուկտները ունենան glow effect։ Ու ասեմ, որ պուդրայից այս մատվի էֆեկտը շատ շուտ անցնում է, մոտավորապես տենց 1-1.5 ժամ հետո, էլի ձեր եթե կրեմային պրոդուկտները բոլորը փայլուն էֆեկտով էին, պուդրայի տակից իրանք սենց շատ սիրուն երևալու են ու յուղոտ մաշկի էֆեկտ չեք ունենալու։ Տոնը ավարտելուց հետո ես անպայման սիրում եմ տոնի վրայից ինչ-որ խոնավեցնող սպրեյաներ կամ ֆիքսել տոնը։ Այս անգամ ուղղակի սպրեյ եմ անելու Essence-ի այս սպրեյը կոչվում է Bouncy Plump։ Ինքը խոնավեցնող, ֆիքսող սպրեյ է, որը կարելի է օգտագործել և դիմահարդարումից առաջ, և դիմահարդարումից հետո, սա էլ շատ բյուջետային է, կարծեմ մինչև 2000 դրամ արժի գնել եմ 60-ից։ Տեսեք, միանգամից այս փայլը հետ եկավ։ Ու վերջ, ստանում ենք այսեն շատ սիրուն տոն։ Հիմա ես գնամ դիմահարդարումս ավարտեմ ու վերջնական տեսքս ձեզ ցույց տամ։ Երեխեք, ես ավարտեցի իմ դիմահարդարումը։ Այդ մազերս էլ ուղեմ։ Սա իմ վերջնական տեսքը, տոնս մի հատ էլ ձեզ ուզում եմ ցույց տամ։ Ինքը ինչքան սիրուն է ու այս իր առողջ փայլը դեռ կա իմ դեմքին եւ օրվա ընթացքում ինքը ավելի է փայլելու, քանի որ բոլոր պրոդուկտները օգտագործված glow էֆեկտով էին եւ փայլուն էին։ Հուսով եմ ձեզ օգտակար էր իմ խորհուրդները, մոռանաք հետևել իմ YouTube-յան ալիքին, նաև իմ Instagram-յան ալիքին, այստեղ կթողնեմ։ Բոլորին շատ շնորհակալ եմ, եթե դիտում եք մինչև հիմա։ Bye։